Բարի լույս սիրելի արենագիստներ, բարի լույս սիրելի գյումրեցիներ, բարի լույս սիրելի խաչգերութի մասնակիցներ։ Ըստ խաչի կանոնադրության ես խնդրում եմ, ովքեր նստած են կոստյումներով, մի հատ կոստյումները հանեն։ Ըստ խաչի կանոնակարգի չի թույլատրվում կոստյումներով խաչ ուտել։ Քշտեք վերնաշապիկի թևերը եւ հարմարվեք ձեր նստատեղերում։ Ինգերներ, սխալված չեմ լինի, եթե ասեմ աշխարհում այսպիսի միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ։ Ճիշտ է, խաչի առիթներ շատ եք ունեցել, բայց այսպիսի առիթ կազմակերպվում է Կալիֆոռնիա նահանգի Գլենդեր քաղաքի անուշ ռեստորանում։ Ինգերներ, այսօր լրացավ խաչի 3000 տարին։ Ինգերներ, այսօր խաչի ծնունդն է։ Դուք գիտեք, որ խաչը ծնունդով գյումրեցի է, ծնվել է Գյումրի քաղաքում, Բոշի մայլա թաղամասում, Քյասիբի ընտանիքում, չկա որի ասինքն։ Ներնումերը մեր է գնացել է, բայց ինքը կա կենդանի է։ Բայց ինչպես գիտեք, ժամանակների ընթացքում խաչը դարձավ հարուստների ճաշ և կոչվեց խաչ։ Ինչ բան է խաչ։ Դա հապավում է խաչը։ Խաղաղություն, աշխատանք, շրջապատ։ Առաջինը, ինչի համար խաղաղություն։ Ասենք ընկերները մեկը մյուսի հետ վիճված են լինում կամ երկար ժամանակ չեն խոսում, նեղեցած են լինում մի բանից, խաչ են դնում և խաչի առիթով խաղաղություն են ստեղծում։ Ինչի համար աշխատանք։ Եթե մարդ գործ չի ունենում, նրանք խաչ են դնում, հրավիրում են գործունյա մարդկանց, գործարար մարդկանց, բիզնեսմեն մարդկանց և իրենց աշխատանքի հարցը լուծում են խաչի առիթով։ Ինչի համար շրջապատ, մարդիկ խաչ են դնում, նոր ընկերություն են ձեռք բերում, նոր բարեկամություն, նոր շրջապատ ստեղծում ոնց որ հիմա։ Գերներ, ովքեր չգիտեն խաչ ինչից են պատրաստում, ասեն, խաչը պատրաստում են կովի առաջամասի ոտքերից, այսինքն պերեդնի ոտքերից։ Հետևի ոտքերը չի կարելի։ Դուք ինքները տատեք ինչի համար չի կարելի։ Ընկերներ, խաչի սեղանը պետք է լինի շատ պարզ և հասարակ։ Հողքը պարդադիր է։ Մինչև խաչ ուտելը խնդրում եմ ովքեր խաչը չի կերեն թող մի հատ հող ուտեն։ Ընկերներ, ովքեր չգիտեն խաչը ոնց են ուտում, խնդրեմ, ձեր կողքին նստած են գյումրեցիներ, ովքեր արաբած են, գիտեն, ամբողջ կյանքում այդ գործն են արել, իրանք ձեզ ցույց կտան, թե խաչը ոնց են ուտում, բայց մի գաղտնիք ասեն, թույլ չտաք ձեր ճաշով, խաչով բացատրեն, թե չէ կմնաք առանց խաչի։